Սիրելի աշակերտներ, կարմիր գլխարկը հեքիաթի փոխադրության արդյունքները պատրաստ են, ամփոփման անցնենք։ Ասեմ, որ կային փոխադրություններ, որոնք շատ լավն էին, և կային փոխադրություններ, որոնք այնքան անհամ էին, կարծես ապրիլ ամսվա ձմերուկ ուտեի, շաբաթն էին։ Արմենուհի, Ես եմ։ գիտեմ աղջիկ ջան, որ դու ես, տեսնում եմ կույչում։ Ասեմ, որ պիտի առանձնացնեմ այն հատվածը, որտեղ քո կարմիր գլխարկը փորձում է Գայլին սովորեցնել բարություն և չուտել տատիկին։ Ապրես աղջիկս իմ ես տանը։ Շնորհակալ եմ, ընկեր Մարգարետ։ Գուրգեն, դու 7 ես ստացել տղաս, որովհետև չես արդարացրել իմ սպասելիքները։ Բայց ինչի, չէ որ իմ գրածի համաձայն Գայլը վերջում տատիկին չի ուտում։ Չի ուտում, հասկացանք, դա լավ վերջաբան է։ Բայց ինչ է գրված, որ այստեղ քո Գայլը վեգան է։ Շնորհակալ եղիր, որ 7 ես ստանում։ Նարինե, շոտ ոտ է, 5 ես ստացել։ Բայց ես ձեր ասացի համաձայն փոխել եմ հեքիաթի ամբողջ սյուժեն։ Փոխել ես, բայց պետք չէ այս աստիճան փոխել։ Ինչ է նշանակում կարմիր գլխարկը ալարում էր անտառով գնալ և տաքսի նստեց։ Կամ տատիկը խրճիթում չէր գտնվում, այլ պարկած էր Զեյթունի սրտաբանականում։ Ամոթ քեզ ինչ ասեմ։